Աստծո օրհնյալներիդ։ Ես հավատում եմ, որ ձեր այստեղ գալը Աստված գնահատում է։ Աստված համարում է, որ դուք իրան պատիվ եք տալի։ Չնայած որ անցած անգամ ասել ենք, որ միայն այստեղ գալը քիչ է։ Գալիս եք սովորելու, գալիս եք լեցվելու, որ այդ սովորածը, լեցվածը գործածեք Աստծո փառքի համար ծառայեք։ Այսինքն վարձք ստանալու եք ծառայելու համար։ Բայց որ գալիս եք, եթե հիշում եք Հիսուսը Մարթա եւ Մարիամի այդ երկու քուրերի համար Մարիամի արած ասեց ինքը բարի բաժին ընտրեց, որն էր, որ եկավ Հիսուսի ոտքերի մոտ սովորելու։ Հենց որ դու այսօր այդ Մարիամի բաժինն ես ընտրել։ Հիմա ես մի քիչ կրկնություն անեմ անցած անգամվանից, նոր մի քիչ առաջանանք։ Սերտողությունը, հայտնությունը հասանք ավարտին, հիմա շատ քիչ լավ վատ բավականին բաներ սովորեցինք եւ հայտնությունը որն էր, հիմնականում գալիքի մասին ասում։ Ինչ պիտի լինի։ Չնայած մարդկանց մեջ ամենահետաքրքրականը դա տենաս ինչ ալնելու։ Դե ինչ որ ելնելու է հիմա ես ուզում ասեմ։ Եթե ինչ որ պիտի լինի, դու ապահով չլինես, քեզ ինչ թե ինչ ալնելու։ Հələ ճիշտ հակառակ, ավելի վատ քո համար, եթե դու ապահովված չլինես։ Իսկ եթե դու ապահովված լինես, փառք Աստծո, եթե ինչ էլ լինի, դու ապահով ես։ Այսինքն ամենակարևորը, որ մենք ապահովվենք։ Մենք մեր հարցերը լուծենք։ Այդ գալիքի մեջ մեր վրա ինչ որ մի վատ բան չգա, այլ մենք էլի ապահով բառն է գալի մեջս, ապահով ձեռքերի մեջ լինենք, ապահով վիճակի մեջ լինենք։ Դրա համար Աստված իմ մեջ դրեց այն տեղեր, որտեղ Հիսուսը վերջի օրերի մասին խոսում էր, որ գալի ասում է, իսկ մենք ինչ անենք։ Հիմա, մինչև իսկ դուք բառին գալը, մի երկու բան ուզում անցած անգամվանից հիշեցնեմ։ Ղուկաս ավետարանի 21 գլխի, էլ բոլորը չեմ կարդալու, որ ազգազգի վրա պիտի երկրաշարժեր, մահտարաժամներ եւ այլ, դրանք չեմ կարդալու, կարդալու եմ 21 գլխի 16-ից 19 համարները, անցած անգամվանն եմ կրկնում։ Պիտի մատնվեք ծնողներից ու եղբայրներից եւ ազգականներից ու բարեկամներից ու ձեզանից ոմանք պիտի սպանվեն, իմ անվանս համար բոլորին ատելի պիտի լինեք, բայց մի մաս անգամ ձեր գլխից պիտի չկորսվի, ձեր համբերությունով ձեր հոգիները պիտի փրկեք։ Առաջին հաշվից ոնց որ կարծես հակասությունը։ Ձեզից ոմանք պիտի սպանվեն, բայց մի մաս ձեր գլխից չի պակասելու։ Հակասությունն է, դե եթե մարմնավոր հասկանանք հակասությունն է։ Բայց հոգևոր անցած անգամ թեթև ասել եմ, հիմա ուզում եմ մի քիչ ավելի խորացնեմ։ Ինչի Հիսուսը գլխից ասեց։ Ձեր գլխից մի մաս անգամ չի պակասի։ Ուրեմն սկսեմ հետևյալ օրինակից։ Զինվորական կոչումները մարդիկ որ ունեն, նույնը կա, ասենք ներքին օրգաններ, ասենք միլիցիաների կոչումները։ Ինչից ենք ջոկում այդ կոչումները։ Մարդկանց ուսերին բան կա, չէ՞։ Պագոն են ասում ռուսերեն, հայերեն ուսադիր։ Դրա վրայի աստղների մեծությունից, աստղների քանակից բաներ կա, որոնցից ջոկում ենք, նա ինչ աստիճանի աֆիցեր, ասենց ասեմ, որ հասկանաք, հայերեն սպա։ Ես հավատում եմ, որ ընդեղ ուսերին չի, ընդեղ Պողոսն ասեց բարի պատերազմ պատերազմեցի, ընթացքս կատարեցի, հավատքս պահեցի, կմնա կյանքի պսակը, որ Աստված պիտի հատուցի։ Ընդեղ գլխին է, պսակը։ Են 24 երեսները պսակներ ունեին, որ պաշտում էին երկրպագում եւ պսակները գցում էին Աստծո աթոռի առջև։ Հայտնության մեջ եկեղեցիներին, որ ասում է, ով որ հաղթի, կյանքի պսակը կստանա։ Հիսուսն էլ պսակ ունի, այսինքն ընդեղի մեր աստիճանը երևում է պսակով։ Պսակը մի հատ եսի մի ծանր բան չի։ Տեսել եք սուրբերին, որ լուսե պսակը, այսինքն դա ծանրություն չի, բայց դա
դրանով է երևում այս մարդու հոգևոր աստիճանը, ինչ Աստված ինչ վարձ կա տվել, ինչ փառք կա տվել այս մարդուն, սա ինչ նշանակություն ունի, ինչ բարձրություն ունի, ինչ պաշտոն ունի։ Եվ հիմա ես հավատում եմ, որ ըստ մեր ծառայության այդ պսակի վրա երևալու է մեր բոլոր հաղթությունները, մեր բոլոր ծառայությունները, մեր բոլոր, այսինքն գրած չի լինելու։ Չգիտեմ, համապատասխան մեծության խաչ կլինի, կաթիլի նման կլինի, աստղ կլինի, ինչ կլինի, բայց կերևա, թե այս մարդը ինչքան ոնց որ Աստծուց նվեր ստացել, Աստծուց օրհնություն ստացել, ինչ աստիճանի, քանի քաղաքի վրա իշխանություն ունի եւ այլն։ Այդ բոլորը երևալու է պսակի վրա։ Հիմա որ ասած ձեր գլխից մի մաս չի պակասի, այսինքն այդ գլխից հոգևոր քո այդ գլխի վրայի պսակից մի մազ անգամ չի պակասելու, քո բոլոր գործերը ընդեղ երևալու են, քո բոլոր ծառայությունները, բոլոր հաղթությունները, թե ոնց առնելու էսի մարդկային միտքը ի զորու չի որ հասկանա, բայց գոնե այս բանից հասկացել եմ դա պսակի մասին է, այն պսակի, որ նորից եմ Պողոսի ասածներ ուզում հիշեմ, սրանից հետո մնում է կյանքի պսակ, որ Աստված խոստացել է ինձ եւ բոլոր նրանց, ովքեր սիրեցին Հիսուսի հայտնվել է։ Տեր Աստված այս բոլորը ունենան այդ պսակը։ Նաեւ իմ անվան համար բոլորին ատելի կլինեք։ Եփեսացիների թղթում գրված է, որ երկրորդ գլխում ատելի էինք եւ իրար ատում էինք մի ժամանակ, մինչեւ Աստծուն գալը մենք ատելի էինք եւ միմյանց էլ ատում ենք, բայց Աստված որ մեզ փրկեց, դարձանք սիրելի եւ միմյանց էլ սիրում ենք։ Հիմա այն մարդիկ, որ դեռ ատելության մեջ են, մեզ ատում են, որտեղ Հիսուսն ասեց, ձեզանից առաջ ինձ ատեցին։ Օրինակ թուրքերը, որ հայերին այդքան կոտորել են, ոչ թե հայերը վատն էին, այլ հայերը քրիստոնյային դրա համար էլ այդ ատելությունը կար իրանց մեջ, մինչև հիմա էլ կա։ Այսինքն Աստծուն չճանաչող, Աստծուն ճանաչողի նկատմամբ ատելություն ունի։ Եվ Հիսուսն ասեց, դա իմ անվան համար է, բայց ով որ մինչև վերջ համբերի, չէ, այս դերը չի, ձեր համբերությունով ձեր հոգիները պիտի փրկեք կամ ապրեցնեք։ Ժողովուրդ, մի հատ կարևոր բան է համբերությունը։ Եթե մի բան ժամանակավոր է, հնարավոր է համբերել։ Եվ ամեն բան երկրի վրա ժամանակավոր է։ Երկրային ամեն ինչը ժամանակավոր է։ Եթե չհամբերենք, ինչ օգուտ ենք ստանալու, ոչ մի օգուտ։ Եթե չհամբերենք, մեզ ենք վնասելու։ Եկեք ցանկացած իրավիճակի մեջ համբերենք, Հիսուսի մասն էլ գրված է Պետրոս թղթում։ Նա համբերում էր եւ իր դատը հանձնում էր Աստծուն։ Եթե քո նկատմամբ սխալ վարմունք են ցույց տալի, թող Աստծուն, Աստված տեսնում է։ Եվ իմացի, Աստված ավելի լավ կարող է այդ հարցերը լուծի, քան թե դու։ Միայն համբերությունով է, որ մենք մեր հոգիները պիտի փրկենք։ Այսինքն Աստված է փրկողը, բայց եթե մենք չհամբերենք, ոնց որ Աստծուն բրդենք մի կողմ, մենք ուզենանք մեր հարցերը լուծենք։ Չհամբերելով մենք Աստծուն հնարավորություն չենք տալի, որ խառնվի մեր գործին, բայց ինչքան համբերենք, հնարավորություն ենք տալի, որ Աստված խառնվի մեր կյանքին, մեր գործին։ Շատ ամենակարևոր բաներից մեկը այս մեր վերջի օրերի հարցում համբերությունն է։ Կլինեն դժվարություններ, նեղություն, հալածանք կլինեն։ Նորից եմ ասում, եթե չհամբերենք, ինչ պետք է անենք։ Ընդամենը վնաս կտանք։ Եվ այն համարը, որ ամեն անգամ ասում է, առաջ Կորինթացիների 10:13, Աստված ձեր կարողությունից ավել փորձություն թույլ չի տա ձեզ։ Այսինքն դու այդքան կարողություն ունես համբերելու։ Երբ որ ասես չեմ կարող, դու Աստծուն կզրպարտես։ Աստված քեզ այդքան կարողություն տվել է։ Բարի եղի Աստծո կարողությունով կանգնի այդ փորձության առջև։ Ամեն ասում եք, փառք Աստծուն։ Անցնենք առաջ։ Մյուսը, որ ուզում հիշեցնեմ, 24 համարն է։ Լուկաս 21:24։ Երուսաղեմ ազգերի ոտի կոխան կլինի, մինչև ազգերի ժամանակները լրանան։ Իմ կարծիքով մեր համար ամենապարզը Աստծո ժամացույցը Երուսաղեմն է։ Վերջի օրերի ժամացույցը Երուսաղեմն է։
Հենց Երուսաղեմը դադարեց ազգերի ոտի կոխան լինելուց, ազգերի ժամանակները լրանալ։ Ինչ է նշանակում ազգերի ժամանակները լրանալ։ Հիմա ազգերի ժամանակն է, Աստված բոլոր ազգերից իր բաժին ժողովրդին հավաքում է։ Այստեղ մենք հիմա ուժեղ աշխատելու եւ հնարավորություն ունենք եւ հանձնարարություն։ Հիմա մեր գործելու ժամանակն է։ Մեր հովվական դասերին այսպիսի բան էին ասում։ Մենք այնտեղ շատ ժամանակ կունենանք մեր հաղթությունները տոնելու, բայց այստեղ քիչ ժամանակ ունենք այդ հաղթությունները կերտելու։ Մեր հիմա հաղթությունները կերտելու ժամանակն է, մեր գործելու ժամանակն է։ Նենց որ իսկ երբ որ եկավ այդ վերջի օրը, մեր ժամանակը ավարտվում է, հենց ավարտվեց մենք գնալու ենք։ Եթե էլ Աստված ազգերից հավաքելու բան չունի, էլ մենք ինչ անենք։ Նենց որ հափշտակությունը կարանք մոտիկությունը տեսնենք Երուսաղեմի վիճակով։ Եվ վերջապես ուզում եմ գամ արդեն անցած անգամվա վերջի խոսքերը, որոնց վրա ավարտեցին, կանգ առանք։ 34 համարից։ Իսկ դուք զգուշացեք ձեր անձերին։ Այսքան որ Հիսուսն ասեց, թե ինչեր են լինելու, երկրաշարժեր, մահտարաժամներ, հարձակումներ եւ այլն, դուք զգուշացեք ձեր անձերին։ Ժողովուրդ, Աստված մեզ կանչել է, բայց չի ասում, ինչ ուզում ես արա։ Ինչ ուզում ես արան Աստծո ուզածը չի, զգուշացի։ Նախ ծառայի Աստծուն, նաեւ զգուշացի։ Ինչից զգուշացի։ Ոչ թե ասում է թշնամիներից զգուշացի, թշնամիներից Աստված կպահի։ 81 Սաղմոսի մեջ է գրած, ասում է, եթե դուք իմ խոսքի մեջ մնաք, ես ձեր թշնամիներին կխոնարհեցնեմ։ Թշնամիների համար Աստված մեզ չի ասում գնա կռվի։ Աստծո հիմնական ուղղությունը էսա, դու քո անձից զգուշացի։ Դու քո եսից զգուշացի, դու քո մարմնից զգուշացի, քո մարմնավոր ցանկություններից զգուշացի։ Հասկանում եք, մեր հիմնական խանգարողը մեր ներսինն է։ Մեզ հիմնական խանգարողը մեր մարմնավոր ցանկությունները, մարմնավոր մտածելակերպը, մեր անհամբերությունները, մեր բարկությունները, մեր նախանձները եւ այլն։ Սրանք են մեզ վնասողը։ Դրսի վնասողի դեմ Աստված կպահի։ Դե հիմա ձեր անձերին զգուշացեք։ Այսինքն մենք զգուշանալու բաներ ունենք։ Հենց այնպես չգիտեմ, ինչ բառ գործածեմ, հավատալի չենք ապրելու էլի։ Մենք պետք է զգուշանանք։ Հիմա, բայց կոնկրետ մի քանի բան ասում, ինչի զգուշացեք, չլինի, որ ձեր սրտերը ինչով կերուխումով, մի ուշ թարգմանության մեջ, որ ոմանց մոտ կա, շատակերությունով ասում է։ Չլինի, որ ձեր սրտերը շատակերությունով, գինովությունով եւ աշխարհային զբաղմունքներով, այնտեղ ասում է, ոնց որ այդ ունեցվածքի ինչերով, զբաղմունքներով, չլինի, որ ծանրանա։ Սրտի ծանրանալը, չեմ կարծում կիլոգրամների կշիռի մասին է, այս հասկանում եմ, սա թմրելու մասին է։ Թմրելու մասին է։ Դե որ թմրելու մասն է, դրա համար մի քիչ էլ շարունակենք։ Չլինի, որ ծանրանա ու հանկարծակի այն օրը ձեր վրա հասնի, որտեղ բոլոր երկիր երեսը բնակողներին բոլորի վրա որոգայթի պես պիտի հասնի։ Ուստի արթուն կեցեք ու ամեն ժամանակ աղոտ կարեք, որ այս բոլոր նեղություններից ազատվեք եւ որդու մարդու առջև կայնելու արժանի լինեք։ Այսքան ուզում կապեմ իրար հետ։ Արթուն կեցեք, սա շատ անգամ շատ տեղերա գրված, կարծեմ բոլորս էլ հասկանում ենք, սա սովորական այս աշխերի արթնության մասին չի խոսքը։ Եվ սատանան էլ, որ քեզ ուզում է հանկարծակի բերի, ոչ թե ընդհանրապես բոյանը վախցնեմ, սատանան վնաս է տալի։ Քեզ վնաս է տալի։ Սատանան մի վախցնելով չի պրծնի։ Նենց որ այսօր չլինի սրտները ծանրանան եւ արթուն եղեք, սրանք իրար հետ կապված են։ Ուրեմն Հիսուսն ասեց, իսկ դուք զգուշացեք, ձեր սրտերը չծանրանան, չթմրեք, չքնեք, ձեր սթափությունը չկորցնեք, խմած մարդու նման չլնեք, միշտ սթափ, միշտ զգաստ։ Հիմա, եւ այս արթունի հետ ասում է աղոտ կարեք։ Մենակ ստեղ չէ, մյուս տեղերում էլ, հեսա մի երկու տեղեր պիտի կարդանք, արթունի հետ ասում է աղոտ կարեք։ Հեսա այն մյուս տեղերել կարդանք ու ես խոսքեր շարունակեմ։ Մենակ ստեղ ուզում ասեմ,
Ուստի արթուն կեցեք ու ամեն ժամանակ աղոտ կարեք, որ այս բոլոր նեղություններից ազատվեք եւ որդու մարդու առջև կանգնելու արժանի լինեք։ Հեսա մի քիչ հետո դրա վրա կանդրադառնամ։ Հիմա ես Մարկոս Ավետարանի 13 գլխից եմ ուզում մի փոքր հատված կարդամ։ Էլի Մարկոս Ավետարանի 13 գլուխը նույն բանի մասին է։ Հիսուսին որ հարցրեցին երբ ալնելու, Հիսուսը սկսեց ներկայացնել թե ինչ բաներ են լինելու, նման է, ահագին նման է։ Էլի այն տեղը որ երեսուներկու համարից եմ ուզում կարդամ։ Իսկ այն օրվա ու ժամի համար մեկը չի իմանում, ոչ երկնքի մեջ եղող հրեշտակները եւ ոչ որդին, հապա միայն հայրը։ Զգույշ կեցեք, արթուն մնացեք եւ աղոտ կարեք։ Նայեք, ստեղ էլ զգույշ, արթուն, աղոտ։ Ընդեղ էլ այդ երեք բառերը կային։ Իսկ դուք զգուշացեք, արթուն կեցեք, աղոտ կարեք։ Զգույշ կեցեք, արթուն մնացեք եւ աղոտ կարեք, որտեղ չգիտեք ժամանակը երբ է, ինչպես մի օտար երկիր գնացող մարդ իր տունը կթողի, իր ծառաներին իշխանություն կտա եւ ամեն մեկին իր գործը ու դռնապանին կհանձնարարի, որ արթուն կենա։ Ուրեմն արթուն կեցեք, որտեղ չգիտեք թե երբ պիտի գա տանտերը։ Իրիկունը թե կես գիշերին, հավախոսին թե առավոտուն։ Չլինի որ հանկարծակի գա ու ձեզ քնի մեջ գտնի եւ ինչ որ կասեմ ձեզի ամենին կասեմ, բոլորին արթուն կեցեք։ Միջալուց մի հատ եղբայր ասում էր իմ անունը ավետարանի մեջ գրված է։ Գիտեք իր անունը ինչ էր, Արթուր էր։ Ինքը ես միշտ կարդում էր Արթուր կեցեք։ Փառք Աստծուն Արթուրների համար։ Ես ուզում եմ սրան նման մի հատ Մատթեոսի ավետարանի մեջ էլ կարդամ ու նոր սկսեմ դրանց մասին խոսել։ Մատթեոս 24 Մատթեոս 24:36-ից։ Իսկ այն օրվա եւ այն ժամի համար որևէ մեկը չգիտի, ոչ էլ երկնքի երեշտակները եւ ոչ որդին, հապա միայն իմ հայրս։ Դե Մարկոսի մեջ էլ ես նույն բառերը կարդացին, դեռ կանգ չառա, որ ստեղ կանգ առնեմ, որտեղ ստեղ մի քիչ ավելի բաներ կա գրված։ Եթե նկատել եք, հիմնականում շատ բոլոր մարդկանց ուշադրությունը է սա, թե երբ առնելու։ Աշակերտները նույնը հարցրին, երբ առնելու։ Ես մեր սիրելի հայր Աստված ոչ չգիտի մարդիկ այդքան հետաքրքրասեր են, չի գրել միտեղ։ Հասկանում եք, Աստված ճիշտ է։ Բայց մեր բոլոր հետաքրքրությունը է սա, երբ է, Հիսուսը դիտմամբ մտածված ասեց, ոչ մեկը չգիտի, չեք էլ իմանալու։ Ես ուզում եմ ձեր բարձրացնել նրանք, ովքեր հիշում են այն անխել խաչատուրը բեմականացում այստեղ։ Ինչքան քչերն են հիշում, ինչքան քչերը։ Մի հատ էլ անենք, հա։ Հիմա, դե ովքեր չեն հիշում ինչ անեմ, բոլորը չեն պատմի, բայց իմաստը էս էր։ Աստված իրան ասում է, քեզ 15 տարի կյանք եմ տալի։ Սատանան գալի ականջին փսփսում է, հələ 15 տարի կա, սովորական քո աշխարհի կյանքը վարի, վերջի տարի նոր կապաշխարես։ Գալիս է վերջի տարին որ ուզում ապաշխարի, Սատանան փսփսում է, մի տարին 12 ամիս է, 11 ամիսը քո ուզած արա, վերջի ամիսը կապաշխարես։ Գալիս է վերջի ամիսը, ասում է 30 օր կա։ Վերջ հասկանում եք, ինձ խափում, գալիս է վերջի օրը էլ չի կարում ապաշխարի։ Եվ այդպես կորսում է։ Ես շատ կարճ ասացի, բայց բեմականացումը հետաքրքիր է։ Հետաքրքիր է շատ եմ հիշում էսի։ Ուրեմն, եթե ժամանակը իմանայինք, բոլորս կկորսվեինք։ Մենք այդ անխել խաչատուրից լավը չէինք։ Հիմա, բայց շարունակություն կարդամ, նորից բայց ասեմ։ Չնստել է գրած։ Բայց ինչպես Նոյի օրերը եղավ, որդու մարդու գալուսն էլ այնպես պիտի լինի։
Քանի որ ինչպես էին այն օրերը ջրեղեղից առաջ կուտեին, կխմեին, կամուսնանային, մինչև այն օրը, երբ Նոյը տապանը մտավ ու չիմացան, մինչև ջրեղեղը եկավ ու բոլորին վերցրեց։ Որդու մարդու գալուստն էլ այնպես պիտի լինի։ Այսքանի մասին խոսեմ։ Աստված նմանեցնում է Նոյի օրերի հետ։ Բոլորս ոչ մեկս Նոյի օրերին ողջ չէինք, չկայինք, բայց բոլորը պատմությունը գիտենք։ Ինչպես է եղել։ Աստված Նոյին, որտեղ Նոյը Աստծո հետ էր քայլում, Նոյը Աստծո մտերիմ մարդ էր, Նոյին ասեց, որ ջրեղեղով պիտի կործանեմ, Նոյը ժողովրդին ասեց, ժողովուրդը չհավատացին։ Նոյը սկսեց տապանը սարքել, ժողովուրդը ծաղրում էին։ Պետրոս թղթում գրված է, որ Նոյը քարոզում էր միշտ, Նոյը ասում էր, ինձ թաքուն չէր պահել, բայց դες էլ չհավատացին, մենակ իր ընտանիքը մտավ։ Հիմա ես ինչի վրա եմ ուզում ուշադրություն դարձնեմ։ Նոյին Աստված ասել էր, բայց օրը չէր ասել։ Բայց վերջի, որ 7 օր էր մնում, արդեն Աստված Նոյին ասեց։ Նոյին ասեց, որ 7 օր հետո անձրևը գա, ջրեղեղը սկսելու է։ Ես հավատում եմ, որ այդ վերջի օրերին Աստված իր զավակներին ասելու է։ Հիմա չի ասելու։ Հիմա ոչ մեկը չփնտրեք։ Բայց մարգարեության մեջ գրված է. Աստված մի բան չի անի, եթե նախորոք իր սուրբերին չհայտնի։ Նախորոք իր սուրբերին հայտնելու է։ Դե այստեղ ուզում եմ հիշեցնեմ, որ ասում է բանը նոր կարդացիք, զգուշ եղեք, արթուն եղեք, աղոթք կարեք։ Աստված ում հետ է խոսելու։ Կարծում այն մարդը, որ աղոթքով միշտ Աստծո հետ կապի մեջ է։ Ամենասում եք սրան։ Ով Աստծո հետ կապի մեջ է, նա այդ ինֆորմացիան կստանա Աստծուց։ Նոյը Աստծո հետ էր, դրա բան Նոյը ինֆորմացիան ստացավ։ Ով որ Աստծո հետ կապի մեջ չի, նա չի կարող լսի։ Նա կլսի, ով որ Աստծո հետ կապի մեջ է։ Հենց արթուն լինել հենց էս է, որ Աստծո հետ կապի մեջ եղիր։ Շուտ ստեղ պատմել եմ մի բան, կարդացել եմ ես էսի։ Սովետի ժամանակ մի հոգևորի բանտ են նստացնում, 13 տարի են տալի։ Հետո տղեն նամակա գրում, որ մի դժվարություն կա, ինքը խնդրում է Տեր Աստված, իրանք են ասում 13 տարի, դու ինչ ես ասում։ Աստված ասում է, մի շաբաթ հետո դու տուն ես գնալու։ Եվ տենց էլ լինում է։ Ժողովուրդ, մարդիկ ինչ ուզում ասեն, ճիշտ է Աստծո ասածն անեն։ Կարող է նույնիսկ դեն պրեզիդենտներով, օրենքներ, պայմանագրեր ստորագրեն։ Եթե Աստված մի հրամանտ է, այդ բոլոր պայմանագրերը ոչինչ են լինելու։ Նենց որ մարդիկ ինչ էլ ասեն, մեր համար հիմք չի, մեր համար հիմքը Աստված ինչ է ասում։ Իսկ Աստծո ասածը լսելու են նրանք, ովքեր Աստծո հետ կապի մեջ են։ Դրա համար արթուն կեցեքի հետ ասում է աղոթք արեք։ Որտեղ աղոթք անողն է, որ Աստծուց բան կլսի, որ Աստծուց կառաջնորդվի եւ ապահով կլինի։ Եթե Նոյին չասեր 7 օր հետո անձրև է գալու, Նոյը հենց իր սարքած տապանի դրսում կմնար։ Բայց որ Նոյին ասեց, այդ 7 օրվա մեջ Նոյը արդեն ինչ որ պետք էր հավաքելու հավաքեց, ինչ որ պետք էր անելու արեց, տապանի դուռն էլ Աստված փակեց։ Եվ այն ժողովուրդը մնացին դրսում։ Հենց որ շատ նման ասում է, այդ նույն ձևով որդու մարդու գալուստն առնելու։ Եվ ովքեր որ Աստծո հետ կապի մեջ են, նրանք կիմանան, նրանք կպատրաստվեն, նրանք կմտնեն Քրիստոս տապանի մեջ, Աստված էլ դուռը կփակի։ Վայ նրանց, ովքեր կմնան դրսում։ Ովքեր կմնան, ովքեր որ այս խոսքերի մեջ չեն լինի։ Ովքեր որ այս խոսքերը ականջ հետև կգցեն, ովքեր որ սրտերը կծանրանա, ովքեր որ թմրած կլինեն, ովքեր որ չեն ջոկի հոգևոր վիճակը ոնց է, ովքեր որ ավելի շատ տարված կլինեն այս աշխարհային, դե հիմա օրինակ հիմա մարդկանց մեծ մասը տարված են քաղաքականությունով, որ ոչ մեկին օգտակար չի այդ զրույցները։ Մեկը ինչ ուզում ես ասա, ընդեղ քո ասածը ոչ մի նշանակություն չունի, ճիշտ է։ Ընդեղ արվելու է այն ինչ որ արվելու է։ Ում ասածն է հետո ընդեղ իրականանում, ոչ մեկի։ Հենց այնա որ ձեր սրտերը թմրում են։ Հենց այնա որ ձեր ուղեղները թմրում են։ Բայց ճիշտ կլինի, միտեղ գրված է, գիտեք, մեր քաղաքականությունը երկինքն է։ Այ ընդեղի տվյալներն իմանանք։ Ընդեղի հանձնարարություններ իմանանք։ Ընդեղի որոշումներին տեղյակ լինենք։
ընդեղի օրենքների հետ կապ ունենանք։ Ամեն։ Դե շարունակենք ստեղ։ Բայց եթե ծառայողներից մեկը բան ունի ասելու, համեցեք։ Եթե չկա, ասում այն ժամանակ, եթե երկու հոգի մի արտի մեջ լինեն, մեկը պիտի առնվի, մյուսը թողվի։ Եվ եթե երկու կին մեկ աղորիկով աղալու վրա գտնվեն, մեկը պիտի առնվի, մյուսը թողվի։ Հիմա ես էլ ինչ իմաստով ասում։ Ինձ ասել են, ձեզ էլ են ասել։ Այդ հափշտակության օրը ձեր փեշից կբռնեմ, ես էլ կգամ։ Ասում են, թե չէ։ Կամ դու կբարեխոսես, ես էլ կգամ։ Հիսուսն ասում է, երկու հոգի, որ մի արտի մեջ լինեն, դե որ ասում մեկը նես չի, որ պարտադիր մեկը թողի, չէ, եթե ով որ պատրաստ չի, նա կթողնվի, թեկուզ և գնացողի հետ նույն արտի մեջ ես, իսկ երկու կին մի աղորիքի վրա, եսի երիտասարդները չգիտեմ, տեսել են, թե չէ, երկանք ենք մենք ասում, քարի, որ այսքան փեդիկտորը վրան, երկու հոգով իրար հետ աղում են, նեսա որ ձերներեն նույնիսկ իրար կարող է կպած լինի, բայց ով որ պատրաստ չի նա մնալու է, ով որ պատրաստ է նա կվերցվի։ Ուզում ասի, որ դե մի ուրիշտեղ ասում է, եթե երկու հոգի մի անկողնի մեջ լինեն, էլի մեկը կառնվի, մեկը կթողվի։ Այսինքն արտաքին մտերմությունը չի, ներքին Աստծո հետի մտերմությունն է կարևորը։ Պատրաստ լինելն է կարևորը։ Ինչքան ուզում է քո հարազատը պատրաստ լինի, քո հարազատով դու չես կարող։ Եթե հիշում եք մարգարեների մեջ կա Նոյը, Հոբը, Դանել ասում է, ինչքան էլ իրանք արդարն են, իրանց արդարությունով, իրանց զավակներին չեն կարող փրկել։ Ամեն մեկը փրկվելու է իր ապաշխարությունով, իր պատրաստ լինելով։ Եթե բան եք ասելու, համեցեք այսքանի վերաբերյալ։ Դե շարունակենք։ Ուրեմն արթուն կեցեք, որտև չգիտեք, թե որ ժամուն ձեր Տերը պիտի գա, բայց այս իմացեք, թե եթե տանուտերը իմանար, թե գիշերվա որ պահի գողը կգա, արթուն կկենար և չեր թող տա, որ իր տունը ծակեն։ Նրա համար դուք էլ պատրաստ եցեք, քանի որ որդի մարդու պիտի գա այնպիսի մի ժամի մեջ, որ դուք չեք կարծեր։ Ես էլ հետաքրքիր է։ Հետաքրքիր է, որ մեր կարծիք ինչ-որ բանի վրա է ձևավորում, չէ։ Ինչքան ուզում է տեղեկությունները, լուրերը մեր մեջ կարծիք ձևավորվեն, ասում է, քո կարծիքը սուտ է դուրս գալու։ Այնպիսի ժամի պիտի գա, որ դու չես կարծում։ Այսինքն նես չի, որ այդ պահին դու կպատրաստվես։ Անես պահյալնել, որ դու չես կարծում։ Ես չեմ կարում հասկանում, բայց Աստված լավ է։ Ինչ ասեմ, ինքը լավ է հասկանում։ Հենց որ մեր կարծիքներով մենք չառաջնորդվենք։ Մենք որ ասում մեր կարծիքներով, օրինակ, ասենք, այնքան բանա գրված, այսքան հələ չի եղել, ուրեմն հələ հիմա չի։ Ես ես հանգիստ ենք լինում, էլի։ Բայց երեք միշտ խոսքով ասում եմ առաջ, կարդամ նոր։ Ուրեմն ով է այն հավատարիմ ու իմաստուն ծառան, որ իր Տերը իր ծառաների վրա դրեց, որպեսզի ժամանակին նրանց կերակուր տա։ Երանի այն ծառային, որ իր Տերը եկած ժամանակ պիտի տեսնե, թե այնպես է արել։ Ճշմարիտ կասեմ ձեզի, որ իր բոլոր ունեցածի վրա պիտի կեցնե նրան։ Հապա եթե այն չար ծառան իր սրտի մեջ ասի, իմ Տերս իր գալը կուշացնի և սկսի իր ծառայակիցներին ծեծել ու գինովների հետ ուտել ու խմել, այն ծառայի Տերը պիտի գա այնպիսի մի օր, որ չի սպասում և այնպիսի մի ժամ, որ չգիտի, և նրան մեջտեղից պիտի կտրի ու նրա բաժինը կեղծավորների հետ պիտի դնի, այնտեղ պիտի լինի լաց և ակրաների կրճտել։ Այ կարևոր տեղերից մեկը է սա։ Ով է այն ծառան, հավատարիմ ու իմաստուն ծառան, ծառը ասած, որ Տերը իր ունեցածների վրա դրեց։ Օրինակ, ստեղ ասում է, իր ծառաների վրա դրեց, որպես նրանց ժամանակին կերակուր տա։ Օրինակ ես ընդունում եմ, որ Աստված ինձ դրել է, որ ես ժամանակին կերակուր տամ։ Այ հիմա այդ հոգևոր կերակուրը տալու այդ պրոցեսն է։ Կիրակի օրերն էլ պարտադիր չի ես տամ, բայց կարևոր է ես կազմակերպեմ, որ ամեն կիրակի կերակուր
տվող լինի, այսինքն որ գաք այստեղ դատարկ չվերադառնաք։ Բայց մենակ այս կերակուր տվողը չի։ Ով այն ծառան, որ Աստված դրել է, որ այստեղ մաքրի, որ գաք մաքուր լինի։ Ով այն ծառան, որ Աստված դրել է, որ ասենք ինչ որ մի բան փչանա, սարքի։ Ով այն ծառան, որ Աստված դրել է, որ ասենք այս շենքի հետ կապված ինչ որ հարցերով լուծի կամ պետության հետ կապված, հասկանում եք, կամ աղոթքի ծառայություն, մյուս ծառայությունները, մանկական, պատանեկան, երիտասարդական, փառաբանության խումբը եւ այլն։ Ամեն մեկը ինչ որ մի ծառայություն ունի։ Եվ ճիշտ կլինի, որ բոլորը ծառայություն ունենան։ Հիմա ծառաներից մի բան է պահանջում։ Եթե գա տեսնի այս ծառան իր ծառայությունը լավ անում, նրան իր ամբողջ ունեցածի վրա կդնի։ Լավ բան է թե չէ։ Եթե Աստված գա տեսնի, դու անում ես այն, ինչ որ Աստված քեզ հանձնարարել է։ Քեզ ամբողջ իր ունեցածի վրա կդնի։ Բայց եթե ասում է ծառան իր սրտի մեջ, ասի Տերս գալը ուշացնում է եւ ծառայեցիներին ծեծի ու ջինորները տուտի խմի, մեր մի հատ եղբայր ունենք, ստե ասում է Ժողովուրդ, այս ծեծել ասած, ես չեմ հասկանում հենց պարտադիր ձեռով կամ փետով։ Ներեք մի քիչ սենց անեմ։ Կարծում ձերից շատերը գիտեն, ես էլ գիտեմ մարդիկ, որ ասենք իրար հետ հաշտ չեն։ Գալիս են եկեղեցի, բայց ինչ որ մեկի հետ հաշտ չեն։ Որ հաշտ չեն, ի՞նչ է նշանակում։ Ինքը իր մտքի մեջ, իր սրտի մեջ նրան ծեծում է։ Չի ծեծում, բայց ինքը կուզի, որ անի մի հատ պատիժ կրի։ Անհաշտը էտա չէ մտածում։ Այ մի հատ պատիժ կրի, մի հատ ծեծ ուտի, որ իմանա ինչ է նշանակում ինձ վիրավորել։ Ես տենց եմ հասկանում, անհաշտը նա իր մտքի մեջ նրա վատն է ուզում։ Եթե լավ ուզեր հաշտ կլներ։ Եվ ասում է, որ Տերը եկավ, նրան կեղծավորների հետ պիտի դնի։ Որն է կեղծավորը, որ արտաքինից մի բան է ցույց տալի, բայց ներսում ուրիշ է։ Արտաքինից ցույց է տալի, որ ես հոգևոր եմ, բայց ներսից ինքը ծեծում է։ Ներսից ինքը հաշտություն չունի ոմանց հետ։ Իսկ Աստված ասում է, Հովհաննես մեջ գրած է, եթե մեկը ծնողին սիրում է, պիտի զավակին էլ սիրի։ Ով որ ծնող է, լավ է հասկանում։ Եթե մեկը քեզ ասի, քեզ սիրում եմ, բայց քո երեխուն հացով տա կսիրես իմուր։ Դու որը ավելի իրական կհամարես։ Հասկանում եք։ Աստված ասում է, եթե ինձ սիրում ես, իմ զավակին պիտի սիրես։ Եթե դու իմ զավակին չես սիրում, քո այդ արտաքին տեսքը ինձ չի խաբի, դու կեղծավոր ես։ Եվ ասում է, նրա բաժինը կեղծավորների հետ կդնի։ Իսկ կեղծավորը Աստծո հետ բաժին չունի։ Հիսուսն ասեց, ամենից շատ կեղծավորությունից զգուշացեք, որտեղ ամենից շատ կեղծավորությունն է, որ մարդուն գրավում է։ Արտաքինից ցույց է տալի ամեն բան լավ է, եւ թվում է թե իսկապես լավ է, բայց ներսում լավ չի։ Հիմա ես չեմ կարող մատնանշել, բայց դուք գիտեք ամեն մեկդ, ձեր ներսը դուք քննեք։ Գիտեք, երկրորդ Կորինթացիների 13:5-ում է գրված, քննեք ձեր անձերը։ Նա փորձեք ձեր անձերը, արդյոք հավատքի մեջ եք։ Եթե հանկարծ քո մեջ տես մի բան կա, ես հայտարարում, անցած անգամ էլ հայտարարել, դու քեզ մի խաբի։ Ում մեջ ոչ աստվածային բան կա, նա ինքը իրան խաբում է։ Եվ վայ այն մարդուն, ով վերջում խաբված է դուրս գալի։ Ես հիմա հայտարարում, ստեղ էլ եմ հայտարարում, ամբողջ բոլոր անհավատները իրանք իրանց խաբում են։ Բոլոր այլ կրոնները իրանք իրանց խաբում են։ Բոլոր այն քրիստոնյաները, ովքեր լավ չեն ապաշխարում, իրանք իրանց խաբում են։ Միայն ովքեր այսպես սրտանց ապաշխարել են, իրանց հանձնել են Աստծուն, այն նրանք են, որ իրանց չեն խաբում։ Եկեք մենք մեզ խաբող չլինենք։
ինչ որ անում ենք սրտանց անենք, որտեղ Աստված մեր ներքն աշխարհը տեսնում է, մեր սիրտը տեսնում, մենք չենք կարող Աստծուն մեր արտաքինով խաբենք, մենք մեզ կարող ենք խաբել, մեր շրջապատին կարող ենք խաբել, բայց մեզ փրկողը, մեզ կորցնողը, մեզ վարձք տվողը եւ այլ Աստված է, ոչ մի մարդ չի, ոչ էլ մենք ենք, դրա համար տեսեք ասում է, ով է այն ծառան, հավատարիմ իմաստուն ծառան, որ իր այդ գործը կանի, եթե գա տեսնի իր գործը անում է, հավատարմորեն, ճշմարիտ կասեմ, որ իր բոլոր ունեցածի վրա կդնի, իսկ ով որ ծառայակիցներին ծեծի եւ ջինովների հետ ուտի խմի, եւ ասում է, այ նրա համար, այն որ ասի է, կգա այնպիսի ժամանակ, որ չեք կարծում, այս նրա համար անսպասելի առնելու, այնպիսի ժամանակ գա, որ չեք կարծում, եւ կեղծավորների հետ կդնի, սիրելի Աստծո մարդիկ, գամեն սկզբի ասացին, բոլորը հետաքրքրում են, տնաս ինչ հալնելու, երբ հալնելու, եթե մեկը պատրաստ չի, իրան ինչ, թե ինչ հալնելու եւ երբ հալնելու, ավելի վատ անպատրաստ մարդու համար, իսկ ով որ պատրաստ է, արդեն իր համար այդքան էլ նշանակություն ունի, ինչ հալնելու եւ երբ հալնելու, եթե պատրաստ ես, իմացի որ դու Աստծով ապահովված ես, Աստծո ձեռքերի մեջ ես, գրված է հիշում եք, Սաղմոսի մեջ, 1000 հոգի մի կողմիցդ, 10,000 հոգի մի կողմիցդ կընկնեն, բայց քեզ վնաս չի հասնի, եթե դու Աստծո ապահովության մեջ ես, իսկ ով Աստծո ապահովության մեջ, ով որ կեղծավոր չի, ով որ ինչ արելա սրտանց արել, ինչ աննա սրտանց արել, ես քանի վերաբերել, եթե բան եք ասելու համեցեք, եթե չկա, ես ուզում եմ մի քիչ էլ շարունակեմ, դեռ ժամանակ ունենք, 25 գլխից, Մատթեոս ավետարանի 25 գլխի առաջի մասը կարդամ։ Երկնքի թագավորություն նման է 10 կույսերի, որոնք իրենց լապտերները առնելով փեսան դիմավորելու ելան։ Սրանցից 5-ը իմաստուն են եւ իսկ 5-ը հիմար։ Հիմարները առան իրենց լապտերները, բայց իրենց հետ յուղ չառան, սակայն իմաստունները իրենց լապտերների հետ ամաններով յուղ էլ առան, երբ փեսան ուշացավ, ամենքն էլ թմրեցին ու քնեցին։ Ու կես գիշերին մի ձայն եղավ, ահա փեսան կգա, նրան դիմավորելու ելեք։ Այն ժամանակ բոլոր կույսերը ելան ու իրենց լապտերները շտկեցին։ Հիմարները ասին իմաստուններին, տվեք մեզի ձեր յուղից, որտեղ մեր լապտերները մարելու վրա են։ Պատասխանեցին իմաստունները ու ասին, չլինի թե մեզի ու ձեզի չբավականանա, այլ ծախողներին գնացեք եւ գնացեք ձեզի համար։ Երբ նրանք գնացին գնելու, փեսան եկավ ու պատրաստ եղողները նրա հետ հարսանիքը մտան եւ դուռը փակվեցավ։ Հետո մյուս կույսերը եկան ու ասին, Տեր, բաց մեզի։ Բայց նա պատասխան տվեց ու ասեց, ճշմարիտ կասեմ ձեզի, ես ձեզ չեմ ճանաչում։ Ուրեմն արթուն կեցեք, որտեղ ոչ օրը գիտեք եւ ոչ ժամը։ Այսօր սրանով ավարտելու ենք, բայց այստեղ մի քանի ասելու բան է։ Կարծեմ ձեր համար նորություն չէր այս առակը, շատ անգամ դուք եք կարդացել, պատգամներ են եղել այս ուղղությամբ, բացատրություններ են եղել եւ բոլոր բացատրությունների մասին ես միայն դրական կարծիքի եմ։ Այս կույսերը բոլորն էլ հասկանալի է, որ բոլորն էլ Եսի հոգևորների խորհուրդն է, բոլորն էլ հոգևոր էին, բոլորն էլ ապաշխարող մարդիկ էին, բայց մի հատ բան տարբերություն կար, ես զապաս յուղի տարբերություն, դες զապաս չի ասում, բայց այդ ենք հասկանում, ես ում ես վերջի համարի, 12 համարի Հիսուսի ասած բառերից սկսեմ և մի բան ասեմ, բայց նա պատասխան տվեց ու ասեց, ճշմարիտ ասում ձեզ, ես ձեզ չեմ ճանաչում։ Մի կան երեկ թե միսորներ, մեր գորի հետ տեղ ենք գնացել, մեկի մասին գորը ասեց մեր հաճախորդ, հաճախորդ ես ասում, թե ձեր բիստրոյի հաճախորդ բառը ասիր, թե ինչ եք ասում, կլիենտ, լավ հաճախորդ հայրը, ասեց մեր բիստրոյի հաճախորդներից ասի բոլորին ճանաչում եք, ասեց ով որ դե շատ է գալի ճանաչում ենք, և կարծում ճիշտ է, նորմալ է, կարելի ասել բոլոր խանութների տերերն էլ շատ, իրանց մոտ շատ եկողներին ճանաչում են, իսկ որ մի անգամ, տարին մի անգամ կամ մեկ եկեք, դժվար,
Բայց ճանաչում են նրան, ով որ շատ է իրանց առևտուրանը։ Նորմալ է, չէ՞, ոչ թե միայն խանութները, բժիշկներն էլ, ով որ շատ է եթում, դրանք ճանաչում են, ուրիշ էլ դատավորներ եւ այլն։ Հիմա, ստե Հիսուս որ ասեց, ձեզ չեմ ճանաչում։ Հասկանալի Աստված բոլորին է ճանաչում, բայց ստեղ հենց այս բանն է։ Ում կճանաչի, ում կասի քեզ ճանաչում եմ։ Ով որ շատ է իր հետ հաղորդակցում, բնական է թե չէ։ Ով որ քիչ է հաղորդակցում, այն նրան կասի քեզ չեմ ճանաչում։ Ով որ մի քանի տարին մեկ մի հատ sense պատմություն եմ լսել, մի հատ մարդ մի անգամ հայտնություն Աստծո Աստծուց թղթի վրա գրել է եւ ամեն անգամ ասում Աստծուց sense հայտնություն եմ ստացել, մի 20 տարի հետո մեկը գալի էլի ասում հայտնություն եմ, գնիկ մի հատ այն հայտնությունս բեր, հետո ասում մուկը կերել է։ Այսինքն ինքը 20 տարի այդ մի հայտնությունով է, որ 20 տարի մեջ այդ մի անգամ Աստծո հետ ոնց որ բանարի Աստված կասի քեզ չեմ ճանաչում։ Բայց ճիշտ կլինի որ դու օրը 20 անգամ Աստծուց հայտնություն ստանաս։ Այս դեպքում Աստված կասի քեզ ճանաչում եմ։ Վերջ ուզում եմ բերեմ սրան, այն որ միշտ ասում է զգուշ մնացեք, արթուն կացեք, աղոթք արեք, այս աղոթողներն են, որ Հիսուսը կասի ձեզ ճանաչում եմ։ Ով որ մշտական Աստծո հետ հարաբերության մեջ է, ամեն օր Աստծո դուռը թակում է, ամեն օր Աստծո հետ հանդիպում է ունենում, ամեն օր Աստծուց հայտնություն է ստանում, ամեն օր Աստծուց խոսք է ստանում, այլ նրանք ասի ճանաչում եմ։ Իսկ ով որ լավ, ստեղ իսկ ով որից հետո մի հատ ուրիշ բան ասեմ։ Թե քարոզիչները այս յուղը ոնց են ներկայացրել, ես հիմա ասում եմ։ Այս յուղը վերցվում է Հիսուսից։ Մեր աղոթքներով այս յուղը մենք վերցնում ենք Հիսուսից։ Ով որ մշտական Հիսուսից գնաց է յուղը վերցրել, Հիսուսը նրանց կասի ճանաչում եմ, եւ նրանց լապտերները վառը կլինեն։ Իսկ ով որ տարին մեկ է գնացել, իհարկե իր յուղը պակաս կլինի։ Իհարկե իր այն գրակը շատ մարելու վրա կլինի։ Ես նորից ուզում ասեմ, այստեղից հասկանում եմ, ներկայացնում եմ։ Մենք յուղ ասած մեր հոգու կրակը, Սուրբ Հոգի, որ եթե հիշում եք Պենտեկոստե օրը Սուրբ Հոգին կրակի տեսքով չէ՞ իջավ, Սուրբ Հոգին նաև կրակ է։ Այդ կրակը մենք վերցնում ենք Հիսուսից, մեր աղոթներով։ Աղոթքով է, որ մենք լցվում ենք, աղոթքով է, որ այդ յուղը մենք ունենում ենք, իսկ աղոթքով է, որ մենք Հիսուսի հետ հաղորդակցության մեջ ենք։ Ուրեմն, եթե նրանց ասեց ձեզ չեմ ճանաչում, այս իմաստով էր, որ դուք ինչքան եք իմ յուղի խանութ եք, ես ինձ ասեմ, ինչքանով եք դուք ինձանից այդ յուղը վերցրել, ինչքանով ես դու ամեն օր իմ դուռը թակել։ Եկեք նենց անենք Աստված մեզ ճանաչի։ Ոնց որ գորը ճանաչում էր իր կլիենտներին, իր հաճախորդներին, տենց էլ Հիսուսը ճանաչի իր հաճախորդներին։ Բնականը նորից եմ ասում, ով որ շատ գնա, նա կճանաչի, ով որ քիչ գնա, նա չի ճանաչվի։ Ով որ շատ Հիսուսի հետ շփվի, նա կճանաչվի։ Դա շատ բնական է, կարծում եմ, ստեղ այդ բնականն էլ գրված է։ Եվ ստերս մի միտք էլ։ Մեկը իր լեցունությունը չի կարող մյուսին տալ։ Ամեն մեկ իր լեցունությունը պետք է Աստծուց վերցնի։ Տեսեք, նրանք ասին ձեր յուղից տվեք, ասին չէ, լավ արին։ Քո յուղը պետք է Հիսուսից վերցնես։ Ուրիշից մի վերցրա, Հիսուսից վերցրա։ Հետո մի հետաքրքիր միտք կա։ Նորից ուզում եմ այն միտքը բերեմ, որ շատերը իրանք իրենց խաբում են։ Այս կույս ասած նշանակում է թողել են աշխարհը, թողել են շատ բաներ մարմնավորը, ընդունել են Աստծուն, հավատացյալ են համարվում, եկեղեցու անդամ են։ Ես կույսի հետ եմ հասկանում։ Կարծում եմ բոլորդ էլ դից։ Հիմա եթե մեկը աշխարհը թողի, Աստծուց էլ զրկվի, ինչքան մեղ կա։ Ոմանք աշխարհը չեն թողում, գոնե աշխարհը վայելում են։ Թեկուզ ժամանակավոր է, թեկուզ, բայց գոնե աշխարհը վայելում են։
Եվ աշխարհը չվայելես եւ Աստծուն չվայելես։ Դե հիմա, եթե աշխարհը թողել ես, ընենց արա, որ Աստծուն վայելես։ Ես չեմ ասում, եթե Աստծուն չես վայելու, գնա աշխարհ։ Չէ, աշխարհում բան չկա։ Շատ լավ ես արել, որ թողել ես։ Բայց ընենց արա, որ Աստծուն էլ չթողես, Աստծուց էլ չզրկվես։